Ես Հովանես Շիրազն եմ, ինձ անվանում են հայ հոգու բանաստեղծ և ես հպարտ եմ դրանով։ Ես ծնվել եմ Ալեքսանդրապոլում, մի քաղաքում, որտեղ քամին սուլում է դարավոր եկեղեցիների միջով, և մարդիկ խոսում են այնքան մաքուր հայերեն, որ թվում է, թե կարող ես լսել առաքյալներին։ Մանկուց ես կլանում էի իմ ժողովրդի դառնությունն ու ուրախությունը, թափառող աշուղների երգերը, մայրերի ճիչը, շուկաներում երեխաների ծիծաղը։ Այս ամենը վերածվեց բանաստեղծությունների, որոնք ես գրում էի ոչ թե ձեռքովս, այլ սրտիս արյունով։ Ես դժվար կյանք եմ ապրել։ Աշխատել եմ որպես փորող, քարագործ, բեռնակիր, բայց նույնիսկ երբ ձեռքերս կոշտացած էին, ես երբեք մատիտս վայր չեմ դրել։ Ես գրել եմ մահից ուժեղ սիրո, հացի և վարոթի հոտ ունեցող երկրի, երկինք հասնող լեռների մասին։ Իմ պոեզիան թղթի վրա բառեր չեն, այն ինքնին Հայաստանն է, ինչպես ես այն տեսնում էի, աղքատ, բայց հպարտ, պատառոտված, բայց անմահ։ Պարզապես ուզում եմ, որ դուք հիշեք, քանի դեռ իմ բանաստեղծությունները լսվում են, քանի դեռ հայ երեխաները անգիր են սովորում իմ բանաստեղծությունները, ազգի հոգին ապրում է։ Ես պարզապես ձայն եմ, բայց այս ձայնը հավերժական է։ Սիրեք միմյանց, սիրեք խոսքերը, սիրեք այս փոքրիկ դժվարությամբ նվաճված երկիրը, և այդ դեպքում ես հավերժ կմնամ ձեզ հետ։